Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ կրկին ու կրկին երկար դադարից հետո նորից Տերը տարավ Գերմանիա, ետ բերեց, իմ նորից համացանցում կտեղադրենք քարոզները, փառք Տիրոջ իրակատարած ամեն օգնյալ գործերի համար, որ գնում ենք հոգիներ են դարձի գալիս, որ գնում ենք ընտանիքներ են ընդունում Տիրոջը հոգիներ եւ սկսում են ապաշխարել։ Դա նշանակում է, որ մեր միջի լույսը հզոր է, ամեն։ Մեր ապրած կյանքը արդեն համայրանման է Քրիստոսին, որ մարդիկ տեսնելով լավ բաներ են տեսնում, որտեղ աշխարհի մեջ, խավարի մեջ չկա լավ բաներ։ Այդ դուք պետք է Քրիստոսի անուշոտը լինեք, թե կորածների, թե փրկվածների մեջ, ամեն։ Ով կարա ասում է, «Էսի կատարի երանի նրան»։ Այո, ոմանց կլինի մահվանոտ դեպի մահ, շատերը չէ որ մեզի սիրում են։ Անկամ ավատքի մարդիկ, որոնք աշխարհը սիրում են, մեզի չեն կարա սիրի, կատեն։ Եվ իրանք չեն ատող, իրենց միջի խավար ուժերն են ատում։ Եվ ովքեր սիրում են Քրիստոսին ու սրբությունը, մեզի կսիրեն։ Ու ցավոք սրտի Քրիստոսին սիրողները հիմա այս դարում շատ քիչ են մնացել, ամեն, թե ավատքի մեջ, թե աշխարհի մեջ հավատացողները։ Ուրեմն այսօրվա մեր վարդապետական ուսուցումն է, որտեղ շարունակականը մենք պիտի ավարտենք այդ վարդապետական ուսուցումը մինչև վերջ, որ մեզի համացանցով հետևողները արդեն պտրտեն հենց վարդապետական դասընթացները գտնեն։ Մեր բոլոր սայթերում, եթե Կարեն Շահբազյանով գրեք, սիրելի հետևողներ, տարբեր ծառայություններ ունենք, գրքերի ընթերցանություն ունենք, շուտով կդնենք արդեն Աստվածաշնչյան հանդարտ սերտողություն, ոչ թե մեկնություններ, ամեն, շուտով այդ ծառայություններ կսկսվի։ Դրա համար մենակ քարոզներով մի բավարարվեք, մտեք ծառայություններից, փլեյլիստով գնացեք եւ բոլոր ծառայությունները Աստված ձեզ կմատուցի։ Ամեն։ Ուրեմն այսօր մեր քարոզչության թեման է վարդապետական ուսուցում 22-րդ դասընթաց, որը շատ կարևոր բանի մասին է հիվանդության ու ցավերից, հիվանդությունից ու ցավերից ազատագրմանը եւ բուժմանն է վերաբերվում։ Գրեթե 98% բոլոր ազատամիտ եկեղեցիներում չկա նորմալ բժշկություն։ Հա, 1-2 հոգի բուժվում են, բայց սիրելի Աստծո ժողովուրդ, ուշադիր եղեք, 1-2 հոգի պետք է չբուժվեն, էլ հարցնեն, տեսնեն ինչն է պատճառը, փորձությունն է Պողոսի նման, խայթոցա թե խոնարհեցնելու համար է մինչև հեռանա, ինչպես 5-ից 6 տարի ինձի այդ խայթոցը մնացել։ Եթե դուք երգում եք կներեմ մեղքերդ կբուժեմ ցավերդ, եթե դուք կարդում եք 103 Սաղմոսում, Առաջի Պետրոս 2-րդ գլխում եւ մնացած համարները կթելադրեն, բա ինչու չեք հավատում, որ ձեր սպասավորները պետք է հոգով եւ մարմնով առողջ լինեին, հիմա ինչպես Հովհաննեսն ասում իր աշակերտին։ Ինչու են ծերության շեմին այլանդակ հիվանդություններից տանջվելով մեռնում։ Չկա Աստվածաշնչյան մի հերոս, մի սուրբ, որը տանջվելով տառապի տարիներով քաղցկեղներից, շաքարներից, տարատեսակ ճնշումներից վերջում էլի ինֆարկտ ստանա կամ գանգրենայից փդի նոր մեռնի։ Այտենց Աստվածաշնչյան հերոս, սուրբ մարդ չեմ տեսել, որ տեսել եք անունը գիտեք, ասեք, օրինակ ասեք Մովսեսը, օրինակ ասեք Եղիան, Ենովքը, ասեք մեկին Աբրահամը։ Չկա նոր ուխտում թե հին ուխտում։ Աստվածն է բժիշկն ու բժշկապետը, ամեն, սաղդ կասեք ամեն։ Բայց այդ բժշկապետը սիրելի Աստծո զավակ չես քննում, ինչու քեզ ու քո հովին չի բուժում։ Հնարավոր է դավաճանել եք բժշկապետին։ Հնարավոր է աշխարհը սիրելով թշնամի եք դառել շնացողներ։ Հնարավոր է, խելամիտ բան է, նայեք թագավորների կյանքը։ Դրա համար ես Աստծո հրաման առած որոշեցի, որ կետ խոսամ մեր եկեղեցու քարոզչական այս վարդապետական դասընթացների մասին, որ ոչ մի կրոնավոր գայլ չկարա խափի գառներին Քրիստոսի։ Ով էս վարդապետությունը չունի սուրբ գրային, նա դիվահար նեռա, ամեն, նա եկելա սպանելու եւ կորուստանելու, գողը ուրիշ բանի համար չի գալիս։ Գողանալու, սպանելու եւ կորուստանելու։ Եթե դուք Աստվածաշնչյան մի համարի չեք հավատում, վարդապետական ասենք բժշկության թեման անարգում եք, սրբությունը առ եք համարում, հոգու ձայնը լսելը մերժում եք, դու Տիրոջ հոգին չունեք։ Սա Տերն ասում։ Հասարակած չեք ապրում, հատկապես հովիվներ սպասավորներ։ Իմ ավտո, իմ տուն, իմ ֆինանս եք անում։ Դուք Տիրոջ հոգին չունեք, դու մամոնայապաշտ,
մեքենայապաշտ, կռապաշտ մարդիկ եք, շնացողներ եւ աշխարհիկներ։ Դրա համար սիրելի Աստծո ժողովուրդ, կուզեմ թուղթը գրիչը վերցնեք մեզի համացանցով լսողներ։ Կամ համացանցում տեղադրվելու է, հետո համարները գրեք, պարապեք ու գնացեք հարց տվեք այս հարցադրումները, ինչը որ ես անում եմ ձեզ, գնացեք ասեք ինչու է մեր օծյալը, որ ամբողջ եկեղեցին նրա նման սուրբ չկար, անունով էր սուրբ էլի, բայց գործերով պիղծեր։ Ինչու քասկեղից մեռավ, մի տարի տառապեց։ Ինչու շաքարից մեռավ, ինչու գանգրենայով փտավ։ Ինչու պարկավելավ անդամալուց 3 տարի, 5 տարի, մի տարի տանեցիքը տառապեցին, նոր մեռավ։ Ատես մահ կա, Աստվածաշնչյան սրբերին չկա։ Կա ղրկեք լսամ։ Եղիսեն հիվանդացավ ու մեռավ, հա, պարկավ տեղերը մտածնակնություն արավ ննջեց։ Ու ասում է դևը կրծեց, փդավ կդրին ոտները։ Հայտես բան ասում։ Անգամ Դանիելն է տկարանում Տիրոջն հանդիպելուց, սա այն հիվանդությունը չէ դիվային ինչը որ խոսում ենք։ Դանիելին տանջող բան չէր, թուլացավ, տկարացավ, ընկավ Աստծու հետ խոսելուց։ Բա ամենակարող Աստծուն է հանդիպ այդ մեղավոր մարմին ունեցող Դանիելը, ուզում եք ես իմ ինչ լիներ։ Բայց հետո հաջորդ օր ելավ զորացած մի քանի օր հետո, սկսեց գործել։ Ոչ թե ինսուլտը ստացավ, պարալիզացավ, կայլասկի վրա նստեց։ Եղավ հարյուրավոր երեսներ թու հավաքվեն կան, սուրբ գիրքը բացեն, բոլորի պատասխանը տամ, որ իրենք չեն քարոզում, որ եթե հոգիդ բուժված ամեղքից մարմինը ցավ հիվանդություն պիտի չունենա։ Հիշեք Պողոս ասում է, որպեսի չհպարտանայի խայթոս տվեց, բայց հետո հեռացավ։ Ես էլ եմ ունեցել 2005-ից թե 6-ից մինչև 10 թիվը։ Ամիսները չեմ հիշում, բոլորը տեսել են, ես ինչ խայթոց ունեի։ Բա ուր այդ նզովվածը։ Ու իմ տերն ասել է, եթե այս սրբության մեջ էլ մնաս չի գա, բայց եթե հետ գնաս լուրջ մեղքեր գործես կգա։ Հիմա շղթայակապ է, որտեղ իմ մեջի Սուրբ Օքին իրեն կապել է, ամեն։ Ատենց էլ ձեզի որ մեկի Տիրոջ անունով, որ մեկի մոտիկացող դևին կապեցին, կեննա քեզ մոտիկ չի գա, եթե դու Աստծո մոտ մնաս, ամեն։ Եթե միլի աճես և սրբությունը կատարելագործես Աստծո վախովը, պարզա։ Հիմա այսօրվա մեր թեման է, վարդապետական ուսուցում, 22-րդ գլուխ։ Բոլոր հիվանդությունները ու ցավերը չեմ երկարացրել, ի վերնագիրը սա կարդամ արդեն վարդապետական թերթիկից։ Բոլոր հիվանդությունները բերում են դևերը և մարդկաց տանջելով սպանում։ Ես չեմ ասում այն խայթոցը, որ օգուտ է տալում, այն խայթոցը, որ մաքրում այդ հավաքարարի գործակատարում, սպանելը, տանջել է ամիսներով ու օրերով, որ տանջվում ես ու չես կարում գիրք կարդաս և աղոտ կանես ու պաշտամունքի գնաս, սա Աստծուց է, չհավատաս քույրս ու եղբայրս։ Ուրեմն վարդապետական գիրք, երկրորդ վարդապետական գիրք, 9-րդ գլուխ, ով հանդիպի մեզանից ձրի բաժանում են, կտանք թոտանա էլ չդնա մատիտով գրիչով գրի, ամեն, քսերոքսանա ու բազմասնի։ Եթե օնլայն ուզում եք, եռախոսով ենք ուղարկում, զանգեք, ուղարկենք, դրեք ու պարապեք և ձեր կույր աչքերը թող բացվի։ Ուրեմն 9-րդ գլուխ, հոգու, էսի եկեղեցիների հիվանդությունն է, 9-րդ հիվանդությունը, հոգու և մարմնի բժշկության ոչ ճշմարիտ, մատուցում և կատարում, անգամ երկարամներից, որ են ժամանակ գրված էր դե գնա կյանքն անցի Տիրոջմով գոհացի, փոխել են դե գնա կյանքն անցի ցավերի մեջ գոհացի, որտև սավ եկեղեցին ցավագար ասմակուր գիտես դու պոշկայի պրիստուպով պտի փառավորես Տիրոջը, որ առողջ լինես փառավորես, էդ իշ փառքը, հիմարացրել են և տանում են դժոխք։ Դու չես կարա ցավի մեջ փառավորես սրտանց Տիրոջը, բայց որ ցավդ բժշկվում է, ըստ Հակոբոս 5-րդ գլխի 3-ին կանչում են հավատքով եղած աղոթքը ցավը բուժում է, այն ժամանակ քոքին ցնծալով աղոթքիդ պատասխանը ստանում ես ու երկրպագում փառավորում ես Տիրոջ, ամեն։ Հին երկարաններում գրված է Հիսուսից գոհացեք, Տիրոջմով գոհացեք, նոր երկարաններում փոխել են ցավերի մեջ գոհացեք։ Հələ գնա գրող, հələ դու գնա գլխի պրիստուպով ցավերի մեջ գոհացի այ անկիրտ։
Ուրեմն հիմա բուժում է հոգու եւ մարմնի բժշկության ճշմարիտ մատուցումը եւ կատարումը համ սխալ մատուցում են համ էլ սխալ կատարում են չեն կատարում դևերն են կատարում արդեն եթե դու սխալ ես քարոզում արդեն դևերը ցավերը լսում են եկեղեցին ամեն հոգու եւ մարմնի բժշկության ճշմարիտ մատուցումը ու կատարումը Սուրբ Հոգու զորության շնորհիվ ամեն գրված չէ եկեղեցուց մեկը հիվանդա Հակոբոս 5:14-16 թող եկեղեցի երեցին կանչի երեցներին հասուններին հավատքով եղած աղոթքը կբուժի հիվանդին ես ավակ սարկավակ եմ բուժվում հերստից հեռախոսով Գերմանիա կամ Ամերիկա են աղոթում բուժվում ձեր մոտ են չի քիփ կպած աղոթում եք ձեռը դնում եք մեռնում չի բուժվում Ուրեմն ձեր Աստվածը խուլ ու համր է, ձեր աղոթքը չի լսում, կամ էլ չար դևն է, ամեն, որ աղոթում եք բարին կատարվում է չարին։ Եթե իրոք բարի Քրիստոսն է, դու եթե իրանից չար բան խնդրես, ամոթան կտա քեզ։ Բայց որ դու խնդրում եք բժշկություն մեռնում է, ուրեմն ձեր գլխավոր հրամանատարը դևն է, ամեն, նա լսում եւ տալում է, ու դու չեք կարող անալիզ անեք ու քննեք։ Հիմա Հոգու մարմնի բժշկության թեման բաժանված է 3 կետից A, B եւ G, A, B, G։ Մենք այսօր խոսում ենք A կետից։ Բացում ենք ձեր կույրերի աչքերը, ամեն, քանի քո աչքը չբացվի, դու չտենաս, որ դևերն են բերում այդ հիվանդությունը։ Դու չես կարող կրակի, ժողովուրդ սահմանի վրա կանգնած զինվոր եմ ես, դնում եմ պուլեմյոտով քաղում եմ։ Հրամանատարս գալու ասում այ յանը տարածեն չես կրակում ասում եմ բաներ ինչ որ բան մարդ տեսած դե կապ չէ հավեսով կրակում եմ կարող է մարդ գա հրամանատարը կասա այ անուղեղ երբ մարդը կտեսնես իրան իրականից կֆիքսես նոր կրակի Եթե մենք առած մարդու կրակում ենք, պատերազմ ենք հրահրում, հաջորդ կողմն էլ կրակում մեր վրա։ Եթե չկա, ուրեմն ստե ինչ անում Տերը, առաջինը կույր աչքեր տա բացում։ Որ դու տեսնես ամեն հիվանդություններն ու ցավերը բերում են դևերը, ամբողջ Սուրբ գրքում մետեղ չես իմանա, որ ասեն Տիրոջ հրեշտակը բերեց։ Հոբին զարկեց սատանան, հեսա ընթերցում եմ այդ համարները։ Երբ քո աչքերը բացվում, արդեն դու գիտես, որ հիվանդ ես, դիվահար ես արդեն։ Այո, եթե ցավ պրիստուպ ունես, դու դիվահար ես։ Կամ դսից արդեն նետահարում, եթե գալիս է պրիստուպը մտնում է քո մեջ գիշեր-ցերեկ ցավում է արդեն, դու լրիվ դիվահարված ես, ամեն։ Տրամադրությունդ կորում է, աչքերիդ նայում եմ, վախենում եմ արդեն, հայ կռիվա թափում, չէ։ Ոչինչ չես ուզում քո հետ խոսեմ, որ հələ առած ցավի, որ դու դիվահարվում ես, քուրեր։ Ատես չեք լնում, չարնում եք, մոտ գրծը գրաֆինգին տամ սրա գլխին։ Այն նույն դիվահարն եք դառնում, երբ դուք հիվանդություն եք ունենում։ Ես ինչի մարեմ ես սպորս բացատրում, որ ձեր կույր աչքերը բացվի, որ ձեր հովիվներն ասում են, չէ, քուր ջան, քո մեջ դև չկա։ Բասա բավոր դև չկա, ինչ եմ տառապում։ Բավոր դև չկա, այս պրիստուպը ով է տալում, այս դանակը, որ չքում է սիրտս։ Դա անտեսանելի դևերն են, որ ձեր կույր հովիվները չեն տեսնում։ Իսկ մենք տեսնում ենք Տիրոջ հոգիով, որտեղ մեր աչքերը բաց է, լսում ենք իր ձայնը եւ զգուշանում ենք եւ որ մի հիվանդի վրա էլ հրճակում ենք Տիրոջ անունը, հեսա տեսեք։ Այն եղբայրը ոնց լրիվ բժշկվավ։ Փորոտությունից դաբաղ էր բերանը։ Կովերիները տենցելու մոնաստական դի բաները, բայց Տերը մոխրեց։ Հա, արդեն խնդրում եմ ասում միացրա խմբին, ինքը, երեխեքը, կինը մի ընտանիք փրկություն ունեցավ։ Բայց խոսքը պետք է կատարվի, խոսքը գործերով պետք է քայլի, ասում եւ Տերը անոնց հետ գործակից էր, խոսքը կհաստատեր այն նշաններով, որոնք անոնց հետ քայլում էին։ Հիմա ես իմ քարոզածը հաստատում եմ խոսքով։ Սիրելի հովիվներ, եթե դուք ունեք մի հատ համար, որ ամեն հիվանդություն ցավը բերում են ասորեշտաղները, ասոկամքնա, որ մարդը տանջվի, հատկապես իր օցիալը, խնդրում եմ ինձ գրեք կամ զանգեք պաստարին գրված համարով։ Չկա, չեք գտնի։ Եթե դու Սուրբ Գիրքը լավ ուսումնասիրեիք, արդեն կհասկանայիք, որ չկա։ Շատ հովիվներ էլ գիտեն, որ չկա, որտեղ իրանք ժամանակին այս բժշկություններն են քարոզել ու արել։ Մի եպիսկոպոս ասավ, մենք տոշտի էսպես էին քարոզում։ Ծրվանք, Աստված հեռացավ մեզանից։ Մոտանին մոտը բրիանդից։
կինը զանգուլներով ու ցեփերով, 4-րդ գյուղ նստած էր, ինսուլտ խփած։ Էականը չանը չեմ տալիս, վերջում որ տեսա մի օրետի ոնց է մեռե, դևերը ոնց են այդ մահվան ժամանակ տանջում։ Հետի տարիներ հետո այդ եպիսկոպոսի տանջվելով մեռնելը տեսա։ Վայ ոսի Տեր ջան, չի կարող արդարնը տես մահ ունենա։ Ու շատ մարմնավոր հարազատներ ասում են, բայ ես դու ասուն նվիրելու նվերը։ Հա? Ասուն նվիրյալը աչքերը խաղաղ փակում, ասում ես գնացի իմ հայրենիա, իսկական հանգրվանը ժողովուրդ, փոխը ձեզ բոլորդ իմ ճակատագրին արժանանակ, խորին ծերությամբ, հոգով, մարմնով առողջ, իրա զավակներին խրատ տալում է, իրանից հետո նշանակում է, Մովսեսները նշանակում են հեսուներ ու գնում են, ահեն։ Սա է իսկական արդարի մահը։ Առաջի կետ, երկրորդ կետ, երրորդ կետ։ Այսօր սերտում ենք առաջինը, որ բոլոր հիվանդությունները բերում են դևերը։ Հոգու եւ մարմնի բոլոր հիվանդությունները, ցավերը եւ ախտերը բերում եւ մարդկանց հարվածելով տանջում են դևերը։ Հարված կա օգու դա, ապաշխարության է սեթում։ Մեկ-մեկա տալիս, մատ հայրական ապտակ, էսի չէ։ Պողոսինել էր բրնցքարում մեկ-մեկ հայրական ապտակ։ Իրանք տարապում են փդումա ոսկորները նեխում, ասում են Պողոսն ու հոբն ենք։ Ձեր տունը շիմի հոբին բուժես Տերը։ 100 քանի տարի աբրավ առողջ օրհնված։ Բդուն չես մեռնում էթում դժոխք։ Եթե մարդը հիվանդությունից ցավերից տարապելով մեռնում է, ուղիղ դևերը տանում են դժոխք։ Ուղիղ։ Եթե տանջվելով մեռնում է։ Ուրեմն հոգու եւ մարմնի բոլոր հիվանդությունները, ցավերը ու ախտերը բերում եւ մարդուն հարվածելով տանջում են դևերը։ Գրեք համարները, ամփոփոխասա 3 այսօր եւ ավիճան։ Եթե մեր մեջ կատարվում է սիրելի քրիստոնյա քույրս, ու մեր մեջ հիվանդ չկա ամայրա։ Մենակ նորեկները գալիս խոստովանվում բժշկվում են։ Դու ինչու չես պարտադիր եթում քո հովի մոտ ասես մեր մոտից ինչու է գնացե Սուրբ Օգու զորությունը։ Ասում է Հիսուս, որ Նազարեթից էր, Աստված տրանոց այդ Սուրբ Օգով եւ զորությունով, զորությունն է գնացե, Սուրբ Օգին էլ հետն է գնացե բնականաբար, Սամսոնից ինչը գնաց, Սուրբ Օգին, Սավուղից ինչ հեռացավ, Սուրբ Օգին, ամեն, պատտեցավ բարիքներ ընելով եւ սատանայից բոլոր տանջվածներին բժշկելով։ Սա ձեր գործկառախելում գրված չէ 10:38։ Անգիր իմ սրտի տաղտաղներին գրե ու դավանում է Սուրբ Օգին։ Գրեք համարները, որ բոլոր ուղիղ համարներն եմ հանել, շատ համարներ կա, ուղիղ, որ ասում է սատանան զարկեց։ Դու մի համար գտեք, որ ասա ասորեշտախը կամ Աստված զարկեց դիվահարվավ այդ մարդը։ Աստվածանից ուղարկված, ասո կամքին համեմատ հոբը զարկվավ, ճիշտ է։ Ասո կամքներ, որ Սավուղը զարկվավ, ճիշտ է։ Բայց Աստված այո թույլ պիտի տա, բայց դևերը զարկեն։ Հեսա 78 Սաղմոսը կկարդանք, որ Աստված թույլ տվեց չար հրեշտակները գնացին զարկեցի։ Դրեք համարները։ Հոբ 2:7։ Սաղմոս 78:49։ Հոբ 2:7։ Սաղմոս 78:49։ Մատթեոս տենի հինուղ տեսի նորուղ։ Մատթեոս 8-րդ գլուխ 16։ Մատթեոս 10-րդ գլուխ 1։ Մատթեոս 8:16-11։ Ղուկաս 13, այսի ուղիղ ասում է սատանաներ կապե, սատանաներ զարկե։ Չեք կարա նենգա փոխի, չեք կարա ձևափոխի, նա կմնա նույնը։ Ու այդ խոսքը ծռելու մար դուք դադվելու եք։ Ղուկաս 13:11-16։ Ղուկաս 13:11-16։ Գործկառախելոս 10:38, երկրորդ Կորինթացիս 12:7։ Սրանք ուղիղ են խոսում։ Ամեն։ Հիմա ընթերցում եմ Հոբի 2:7, որ շատ խոսամ ժամանակը չի երիքի, դրա համար երկու բան էլ որ օրինակ բերեմ ձեզի երիքա, բայց եսի ամբողջ Աստվածաշնչի ուղիղ համարներն եմ անել, ամեն։ Ուղիղ շեշտակի, որ խոսում են, որ բոլոր չար բաները, չար հիվանդությունները, հետքը չար գործերը, չար ծրագրերը, չար մտքերը, վախերը բերում են դևերից, դուք դևերի վրա իշխանություն ունեք։
Հավատքով սուրը վեկալ եք, քարը վեկալ եք, դրեք պարսատի կաղոտքի մեջ ու տավեք գողիաթի ճակատին, մի քարը ցնցում ու տապալում է։ Վերջում նույն ասող խոսքի սուրը վեկալ եք ու վիզը կտրեք, կապեք նրան, որ Հիսուսի անունով էլ ձեզի չմոտիկանա ու չի մոտիկանա։ Եթե դու մեղքին իրան չմոտիկանաս, այդ դեպքում քո ինչպես Հեզաբանին ասեցին, չի Ռախաբին, անառակին, ասին եթե դու մեր ուխտը, այս ինչ ասում ենք պահես, մենք կպահենք մեր խոսքը, բայց եթե դու զանց արեցիր, մենք կամպարտենք, քո տունը չի փրկվի։ Այսի միշտ կա, եթե դու միշտ մնաս Աստծո հետ, գոնե հեսորա սրբությունը պահես, հետ չգնաս, վաղը առաջ գնա, հեսօր չես կարդացե, վաղը պլանը կատարի, Տերը մի օրա չկարդալու համար, չի ծեցի, բայց որ քո համար արդեն առհամարական է Տերը, ով մեզի բերեց հասցրեց ըստ ինձ եւ իմ կնոջը, այդ Սամայլյոտը պետք է ինգներ, բայց Տերը պահեց, որ մենք ապրենք միմիայն իր համար, էլ մեզի չհետաքրքրեք անգամ դուք, ինչի համար, եթե գիրք աղոտ չկա, դու կարդա լեսվի նոր մնացածը երկրորդական համար, առաջնային հանդիպի ասում, բայց որ մենք ուզենք առավոտյան կանուխ կհանդիպենք, ասկի ձեր զանգերը մեզի չել խանգարի, մենք շատ ենք վատն է մեր ժամանակները, Տերը պահում ասում է, թե զավակս եթե ես չլնեի, դու այսօր չկայիր արդեն, դե եթե ես ապրում եմ քո համար, դու էլ ապրի իմ համար, որ ես քեզանով պարծենամ ու շատ հոգիներ դարձի բերեմ, ամեն, որտեվ էսի հոգիներին շատ կարևոր է, այդ ժամանակ դու պետք է տեսնեիր այդ հսկա հարուստ մարդկանց սարսափը, որ իրանք ինչերի տեր էին, դողում էին արդեն, ամեն, դողում են, էլ ում հաշնա գալիս հարստությունը, կյանքի փրկության համար, մարդիկ ամեն ինչ կտան մենակ մնան կենթանի, ամեն, հիմա տեսեք հոբ 2:7 Դե գիտեք, չեմ ուզում խորանամ, որ ամեն չար բաներ առաջի գլխում արավ սատանան, էսի խոսել ենք արդեն, որ չար բաների հետևում բոլորը դևերն են, չար միտ, չար գործ, չար ծրագիր, չար պատերազմ, երկրաշարժներ, տարերային աղետներ, բոլորի հետևում դևերն են, էսի ով կույրա կհակառակվի, ով որ աչքաբաց է կասա այո եւ ամեն, եւ սատանան դուրս եկավ, 2:7 եմ ընթերցում, եւ սատանան բամբասես չի ասավ, հա, իրա ունեսվածքը իրա անձի տեղը կտալը թող զարկեմ իրա մարմնին, էնի արավ սատանան, էսի արավ սատանան, հոբ առաջի երկրորդ գլուխը բացեք, կարդացեք կույրովիվներ ու հասկացեք, որ բոլոր չար բաների, չար մտքերի, չար ծրագրերի, չար հիվանդությունների, չար մահերի հետևում թաքնված են դևերը, նզով են դրանք Եվ սատանան դուրս եկավ Տիրոջ երեսի առաջից և զարկեց հոբին և չարաչալ պալարներով նրա ոտքի թաթից մինչև նրա գագաթը և նա մի խեցի առած քերում էր նրանով և նստած էր մոխրի մեջ ամեն ով զարկեց չեմ ուզում խորանամ ինչ էր իշկռի վերիտի արդեն գիտենք սերտողություններն էլ լսում եք Սատանան զարկեց, ժողովուրդ չի գրում Տերը զարկեց։ Տերը չի զարկի, Տերը թույլ կտա, կտրտմի կեռանա, դևերը կզարկեն, ամեն։ Լավ ոնց են ձեր հովիվները ձեզի համոզում, որ ձեր տանի դժբախտությունը վաղաժամ մահու ասուցա, խոմ դուք անխել չեք։ Պաշտում եք ձեր հովիվներին, ասեք աղբեր բհուրա մեր ասո պահապան ձերը։ Հիշում եք Գեդեոններին, որ հրեշտակն ասավ, ահա Տերը քո հետ ասավ, որ Տերը իմ հետ անչենք ես օրը քաշում մադյամացիների ձեռը, ամեն, ուրա էսի է մեր Տիրոջ իմ հետ լնելը, բայց հետո տեսան, որ զղջաստերը ոչ ջարդես մադյամացիներին, այետի էր Տիրոջ հետ լնելը, բայց կրկին Տիրոջ հետ չմնաց Գեդեոնը, տեսեք Սամսոնի Տիրոջ հետ լինելը ու Տիրոջը թողելը, Ժողովուրդ, եթե Տերը ձեզ հետ օրինացից 28-ի անեստներն չա թափե ձեր տների եկեղեցու վրա։ Օրինացից 28-ի 1-ից 15-ը վիրը մարա գրվե, իմը մարա, իմ Տիրոջ գառների մարա, ձերը մար չի թող նզով կթափի գլխների դվայ, որ ուզում եք նզովեք, ես զորով կորամ ձեզի օրհնության բերեմ։ Բայց եթե դուք ուզեք օրհնվեք, ես ձեզի կբերեմ Տիրոջ մովորտնության ճանապարհին, որտեղ դուք բաներ ունեք թողելու, թաղեմ ձեր եսիկը Քանի չեք մռմռում, չեք վազում Տիրոջը, հետի մարդու բնությունն է, ամեն, հիմա Սաղմոս 78-ի
49 երևի 100 անգամ մարդկասի կորթած է Սաղմոս 103-ը երգում են երկարանում գրած երգը, բայց ինչ որ ես վերջերս խանիր են իդ երգը։ Հովի մանձը սորժնետերը եւ անոր ինտերնետից էլ ջնջեցին այս երգը, մենք երգում էինք։ Եվ անոր բոլոր բարերարությունները մի մոռանա, որ ներում ա քո բոլոր մեղքերը, բուժում ա քո ցավերը։ Բայց ժողովուրդ երգում է գործը ուր ա։ Կարդում է գործը ուր ա, հիմա տեսեք, որ դևերն են անում, իսկ ձեր ծերերը դևերի վրա իշխանություն չունեն։ Ժամանակին ունեին դևերը տեսնում էին ձեր հովիվներին փախնում էին։ Հիմա ձեր հովիվներն են տեսնում դևերին փախնում են։ Նույն Գողիաթի օրերն ա։ Իսկ Դավիթն ինչ ասա, ոսավ է սանթրպատ փղշտացին ալա, որ կենթանի ասո զորքին նախատի։ Դե ասում է ձեր մեջ եթե մեկը կա գա ինձ աղթի, մենք բոլոր փղշտացիներս ձեր ծառան կլանք, բայց եթե ես եմ հաղթե արդեն սաղից զարկել եմ, բոլորը իմս տրուկը պետք է լինեք։ Ամոնացի նասի նման ասում է ձեր հոգևոր աչքը պետք է կուրացնեմ ու ձեզի օգտագործեմ իմ փառքի համար ինչպես Սամսոնից սարսափում էին փղշտացիները, հետո որ նա ուրացավ տիրոջը, կուրացրին առաջինը պետք է կուրացնեն քե, դևերը պետք է կուրացնեն նոր օգտագործեն, ամեն։ Հիմա տեսեք Սաղմոս 78-49, տեսնենք Տերը ում ուղարկեց Եգիպտոս, իր արեշտակներին բարի, չկա տենց համար, որ գտնես բարի ռեշտակը չար բանավոր է, մենակ հայտնության գրքի սկավառակներ էլի թույլատալում էլի դևերն են չարիքը թափում երկրի վրա, անոնց վրա գրկեց սաստիկ, բարկություն, սրտմտություն, Հիմից եք բարկություն, սրտմտություն, անոնց վրա գրկեց սաստիկ բարկություն, սրտմտություն ու բարկություն ու նեղություն, սրտմտություն, բարկություն, վիշտ, ցավ, հիմա տեսեք ով ա բերում, չար ռեշտակներ գրգելով, չար ռեշտակներին թույլ տվեց գնացին, Այո չար ռեշտակին գրկեց հոբիտուն, ասավ գնա թույլ եմ տալու, մենակ նրա կյանքը ձեռ չտաս, բան չի չկարծավ սպաներ։ Ուրեմն մեր Տերը երկնքում քո համար ինչ որոշի երկրի վրա սատանան այդ կարանի, վերջ, ոչ մի ստորակետ ավելին։ Գալում ասում է ես քեզ կսպանեմ, մի քրոջ եկեր ասում էր պետք է սպանեմ քեզ ես քանի օրը։ Ասասա նզովաս քեզի 10 օր ժամանակ եմ տալում զապաս, 8 օր էլ ավել։ Եթե չսպանիր, չէ, գլուխը ծխկաշ ճամփու կդնեմ։ Հələ այդ սպանելն է, որը սպանում է։ Եթե մենք թշնամի վախով ուզում է իշխիքո վրա, որ դու տխրես գիրք աղոթքը թողես, այն ժամանակ կսպանի քեզի։ Եթե դու օրորի սրբանում ես, մի տարիա չսպանե, Քրիստոսի հետ դու թշնամի աշխարհիկ չսպանե։ Որ մոր որովայնից քե պահեր ամեն այլանդակության մեջ։ Մոր պետք է սպանի, դրաստի քեզ։ Ասել է թո սպանի, նզովի էտի, այս զոր հավատքը գալում է անկեղծությունից, հիմա եթե ես շնության մեջ եմ, ես չեմ կարա խոսալ, ժողովուրդ, կզարկվեմ տեղում, դևեր ընձի կպոտարոտեն, ես հիմա Հիսուսով իրանց ամրոսներն եմ քանդում, ես համացանց դրվավ թե քանի դևի ամրոս պիտի քանդվի, եթե ես տիրոջ առաջ ուղիղ չքայլեմ, չարը ինձ կպոտարոտի, ինչպես արավ Սկիվա քահանայի որդիները, Հիշում եք, որ հարցակման դիվահարի վրա, դևը հելավ ու պատառոտեց, ամեն, նորից եմ կարդում անոնց վրա գրկեց, բարկություն, սրտմտություն ու բարկություն, ունեղություն, չար ռեշտակներ գրգելով, իր բարկության ճամփան բացավ, ես ես չար ռեշտակների համարները սաղ գրեր եմ ու ամեն ատեն դավանում եմ գրքիս այդ համարին հասնելուց, դու ինչի չեք գրում, որտև ձեզ ետի պետք չի, Որտեղ դուք դիվահարներ եք, հենց հովիվները հիվանդ են, նրանք կարան քարոզեն, որ եկեղեցին պետք է առողջ լինի, իրանք իրանց տիրոջը հակառակ բան չեն քարոզի, ինաց Տերով, այն հովիվներից ով հիվանդ դիվահարա ու չի բուժվում, իրա ղեկավարը սատանան է, ինքը ներ և հակա Քրիստոսը, հաջորդ համարը, Մաթեոս 8 ախարին քան համարներ կա, 16 խոսք, հիշեք, հարուրապետը, որ ասավ ես անարժան եմ դու իմ հարկի տակ մտնես, ես տե բացում Տերը գաղտնիքը, ապա ասում խոսքդ, ես էլ ծառաներ ունեմ,
Սրան ասում եմ գնա գնում ա կորթամետ կետը։ Տեր ես արժան չեմ որ դու իմ հարկիս տակ մտնես։ Ժողովուրդը ստե կարևոր բանի ա երանի տալիս Հիսուսը աչքա բացության։ Ատոր համարս դուց հետո արդեն պարզ խոսում ա դևերի գործի մասին, բայց դե կոդավորված ա։ Միայն խոսքովը դրամայու իմ ծառաս կբժշկվի։ Վասնզի ես ալ իշխանության տակ մարդ մնեմ, որ նայում ես իշկոպ ունի ծառան ու իր հարաբերությունը։ Այդպես էլ դևերն են ծառա Հիսուսին, ամեն։ Այդպես էլ հիվանդություն ու ցավեր բերող դևերը սարսափում են, երբ Հիսուսի լույսը ընկնում է իրանց վրա։ Նրանք թողում ու փախնում են, ամեն։ Ատոր համար Պետրոսի ստվերը, որ Պետրոսինը չէր ասո լույսն էր, որ ժայթքում էր երեսից։ Լուսափայլություն ընկնում էր, շարված հիվանդների վրա ազատագրվում էին։ Սա է օծությունը։ Սրան եմ ես փափագում համել կհասնեմ Տերովը շուտով։ Ու այն վարձկան օվիվները խայտարակ են լինելու։ Վասնզի ես ալ իշխանության տակ մարդ մնեմ։ Ու իմ հրամանից տակ զինվորներ ունիմ։ Ասոր կսեմ գնա ու կերթա, եւ մյուսին թե եկուր, եւ կուգա, ու ծառայիս թե այս բաներ է, ու կնե։ Տեսեք, ես մի մոմենտ Հիսուսը կողնավ ու ինչ ասավ։ Հիսուս երբ լսեց, զարմացավ եւ իր ետևեն գնացողներին ու աշակերտներին ասավ. այսքան աչքաբաց հավատ չունեք դևերի գործը հասկանաք։ Ճշմարիտ կսեմ ձեզի, Իսրայելի մեջ անգամ ես այս շապ հավատ չգտա, այսենց աչքաբաց հավատք, որ Տեր ջան իմ ալիմ ծառան անձի լսում իմ նման որդին, այդ դևերները տուց բեթար քեզի են նազան, ստից հրաման տու, եւ նրանք վազելով դուրս կգան, եւ իմ ծառան կբժշկվի։ Հատոր համար իմ իստից Ամերիկա աղոթում են Գերմանիա, Եվրոպա, հիվանդը բուժվում է, եթե նա տիրոջ հետ մեղ չունի։ Մեղքերի խոստովանության աղոթքից հետո ազատագրվում են բորոդներ, կույրեր, կողեր, հեկուց ավելի մեծ հիվանդություններ պիտի բուժվեն։ Որտեղ մենք օրորի զորությունից զորության, սրբությունից սրբության են գնում մինչև Քրիստոսի լման հասակի չափն ունենանք, ամեն։ Նա ասում, որ նախասահմանեց, նաև կանչեց, որ կանչեց, ում որ կանչեց, նաև արդարացրեց, Սուրբ Հոգին տալով սրբացնելով, ում որ արդարացրե հոգով լցնում, ասում ցնում, նաև պետք է Քրիստոս հագցնի ու փառքը հագցնի, Քրիստոսի փառքի լույսը պետք է մեր վրայից ճառագայթի, ինչպես Մովսեսինն էր։ Հլա դեռ ավելին ասում պետք է ճառագայթի։ Այդ լույսը, որ մեր դիվահարի վրա ընկավ, արդեն ազատագրված է։ Այն ժամանակ կտեսնեք մկրտության զորությունը, հաղթության զորությունը ու կնքվելու զորությունը։ Փառավորվի Քրիստոսը։ 8:16-ն եմ ընթերցում։ Տեսեք, ըստեղ արդեն Երանի տվեց, ըստեղ արդեն բաց է խոսում Պետրոսի զոքաճից, ինչը հեռացավ, ինչը թողեց, տենդի դևը, ամեն։ 14-16, էսի լավ թեմա է, ուզում եմ կարդամ, որ մտներդ բացվի, թեկուզ կերկարի մեկիչ ոչինչ։ Հիսուս Պետրոսի տունը գալով տեսավ, որ անոր զոքաճը ջերմեն բռնված պառկած էր։ Ջերմի դևից բռնված էր։ Անոր ձեռքեն բռնեց ու ջերմը թողեց։ Ուրեմն կենդանի էր էսի, չէ։ Ջերմի դևը հեռացավ։ Հիմա ցածրն արդեն բացում է, որ սաղ դևերն են։ Ձերը դրեց, լույսը իջավ, դևերը փախան, Պետրոսի զոքաճն լավ սկսեց խոսքի չայ մատուցանել, օրինակ։ Գնացի աղոտ կարի քուր էլավեն, ասավ կարեն եղբայր չար կխմես, բայց պարկած տանքում էր։ Ամեն, ըտես քանի դեպքեր այել է։ Կամ մեր քուրը, որ հոսանքը արվե, ընգե մեռեր էր։ Աղոտ քորին կե լավ լստավ, չայ չտրեց, բայց հետո չայ տրեց։ Հան ալ ոտքի էլավ, անոնց սպասավորություն կներ, երբ իրիկուն եղավ, շատ դիվահարներ եկան անոր, դևից հարված կրողներ, դիվահար, նզովիտ, ինչ մտացեք դավանում է մտուն, դիվահար, դևից հարվածված, դևից չարչարված, Հիսուս տենց եկավ է դևից բանտարկվածներին ու հարվածվածներին բժշկելու, ամեն, երբ իրիկուն եղավ, շատ դիվահարներ բերին անոր, խոսքով անես չար ոգիները, եւ բոլոր հիվանդները բժշկեց, որպեսզի Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը կատարվի։ Անիկա մեր հիվանդությունները վերցուց ու մեր ցավերը կրեց։ Սա մարգարեություն պետք է կատարվի քո վրա, այ դիվահար։ Դու դևերին գրկեր ես, բես մարգարեությունը ում վրա կատարվի։ Բա ուրա երեցդ, որ պիտի գա աղոտ կանա ու ես մարգարեությունը կատարվի։ Չկա
Տերը տրտմե հեռացել է ու ձեր վրա գրել է Իքաբոդ ձեր եկեղեցու։ Փառքն ու զորությունը հեռացած ու վերացած։ Հիշեք Տերը, որ աշակերտներին լեռան քարոզով պատրաստում է 5-ից պատրաստում է 5-ից մինչև 5, 6, 7-ը պատրաստում է մեղքերից ազգուշացնում 8-ին երեցական մեղքերից 10-ից զորություն ատալում ասում գնացեք քարոզելու ամեն հիմի դուք այդ դպրոցը չեք անցել թե չեք անցել որ աստեիք հասկնայիք 4 ավետարանի խորհուրդները գլուխների խորհուրդները որտեղ ինչ է ասում չեք կրթվել անկիրթեք Իստերն ասում է իմ ժողովուրդը գիտություն չունենալու պատճառով Գորստա գնում հիմի թողել եք տիրոջ քարոզությունը դևերի մարեք քարոզում դևերն ասում են սրանք մեր քարոզիչներն են թեկուզ քրիստոնյա ով որ մեզի հակառակ բան չի քարոզում հիվանդության ցավերի մեջ մեր կողմն է ամեն նույնը Տերն է ասում չէ որ մեր գրքին հակառակ չէ մեր կողմն է հիմի եթե նրանք կարծել են մեղքի եւ հիվանդության համար ձեր հետ աշխատանք տանեն վարսկան հովիվներ կույր Սամսոններ որ դուք ասեք մեղքը պետք է մնա եկեղեցին ցավերն էլ հետը դուք դիվահար եք դուք կույր Սամսոնն եք արդեն սատանայի ջրաղացին եք ջուր լցնում ամեն դուք Տիրոջ հոգին չունեք որ ասում եք մեղքը ու ցավերը պետք է հարատևի եկեղեցուն դուք Հեսուի հոգին չունեք որ ասա ոչ մի կանանացի չմնա ձեր հետ ապրելու ամեն դրանք ձեզի խթաններ ու խայթոսներ են դառնալու քիչը խմորը խմորում աղոք զանգված ամեն Հիմա տեսեք Հիսուս իր քով կանչելով իր 12 աշակերտներին հիմա դու իր աշակերտը չեմ հասկանում Վերջին դարերի սրբերը վերջին դարերի աշակերտները ովքեր են Այսօրվա քրիստոնյա հովիվներն ու ավակները որ իշխանություն պիտի ունենան հոտից մեղքն ու ցավերը հիվանդությունները վտարելու Եթե մեղքը վտարեք ցավերը ինքնստինքյան կփախնեն Եթե մեղքը արտոնում եք ցավերը ձեր կամքին հակառակ անգամ հովիվներ ձեր մեջ ու ձեր տունը կմտնեն Որտեղ այս իշխանությունն էլ դու չունեք Իսկ այս իշխանությունը մենք համաշխարհային եկեղեցու գառներին պահապանում ենք ամեն Վերջ Տերն է պահողը հուզում է թող հոտը 100,000 դառնա 100,000 տեղ Սուրբ Օքին եկեղեցիներ կհիմնի ու կգործի ամեն ամենահասունի միջոցով Այդ հասունին կդնենք պատասխանատու կսկսի գործել ամեն եւ գործողը Տերն է ոչ թե մարդը մենակ հասունին մնում է հավատարիմ մնա եղբայրությանն ու ասում ավելի ճիշտ ասումն ու եղբայրության Եթե ասում ինք հավատարիմ մնա Սուրբ եղբայրներին հավատարիմ կմնա Հիսուս իր քով կանչելով իր 12 աշակերտներին անոնց իշխանություն տվավ բոլոր պիղծ ոգիներու վրա պիղծ ոգիների չասում պամիդորի Չի ասում ծառի, ծիրանի, պիղծ դևերի, պիղծ ոգիներ, տեղ կա դևեր, տեղ կա ոգիներ ագրած, պիղծ դևերի, ոգիների վրա, որպեսի զանոնք հանեն, դևերին հանեն, ու ամեն ցավ եւ ամեն հիվանդություն բժշկվի։ Ժողովուրդ այս ամի համար ներիքա, որ ամեն ցավ, ամեն հիվանդություն բժշկվում է դևերի դուրս գալով։ Եվ 103 Սաղմոսովի բանձասորտը Տերը եւ անոր բոլոր բարերարությունները մի մոռանա։ Որ ներում է քո բոլոր մեղքերը բուժում է քո ամեն ցավերը ամեն հերիք անձի ուրիշ քարպետ չի անձի մի հատն էլ է հերիք եթե լավ ճարպիկ զինվոր եմ մի քարով եմ գցում Դավիթի նման բայց չեմ ներվի որ անկար լոշտակին բռնամ մի հատ էլ հաշկին տամ ամեն չեմ ներվել 3-րդ 4-րդ 5-րդ ունեմ քանի հետում մեծանում եթե դու ճարպիկ հարվածող ես մի քարը 10 կգնի ամեն Փառավորվի Քրիստոսը Ուրեմն նա իշխանություն տվավ մեզ այս իշխանությունն օգտագործեք սատանան ասում ամեն դեղամիջոցի դիմի ուր կուզես գնա մենակ Հիսուսի անունին չդիմես Այդ մեկը խստի վարքելում եմ սա սևդ կտամ Հիսուսի անուն չտաս Առաքյալներին ինչ ասեցին ինչ ուզում եք անեք բայց այդ անունն էլ չքարոզեք որտեղ Հիսուս անունն է զորավոր Դուք շատ տեղեր ասում եք, անգամ ես որ բանի մեջ աղոթում էի, դեպն ասում էր ասա Աստված, պայոսի գնունը զովվես դու, Հիսուս ջան ասի ռեշտակային գնդերով ատես, իքնաթիրը տարտեղ ասր, ամել պերեց ասրեց, Հիսուս անուն տալուց դուք ազդվում եք, իսկ դևերը ռում են, Հիսուսի անունն է դևերին քշում, Հիսուսի անունով է բժշկություն լինում, Հիսուսի անունով են դևերը կապվում, Հիսուսի անուն ուրացողը, կուրացվի Աստծո կողմից Դրա համար ասում է իշխանություն տվավ պիղծ դևերի վրա Հիսուս իր քով կանչելով
իր 12 աշակերտներին եւ անոնց իշխանություն տվավ Պիղծ ոգիների վրա, որպեսի զանոնք անեն իր անունը հռչակելով եւ ամեն ցավ, ամեն հիվանդություն բժշկեն, ներհովիվներ չփոխեք, եթե հիվանդ եք, ասեք դիվահարենք, արեք աղոտ կանենք, տելանք իշտա մեր մեղքը։ Հավելի լավ է այսօր դու քեզ ընդունես դիվահար նստես ապաշխարես, եթե ես էլ կհարվածվեմ, ես հարվածվել եմ, դևերի կողմից ծեծվել եմ, ինչի չեմ ուրանում, մանուկ եմ էլ, անփորձ եմ էլ, Տերը ծեծելով ինձ խրատել է, իսկ դուք հիմա դիվահար եք ու չեք ընդունում, մեկի շաքերն է խեղդե, մեկի ճնշումը, մեկի գանգրենան, մեկին ինսուլտ տվե պարալիզված ասես, ես գալու ամբիոնի մոտ գնա նստի ապաշխարի։ Հովանեսն ասում է, ուզում եմ դու հոգով եւ մարմնով առողջ լինես, սիրելի Գայոսին այսքան հիշում եմ գրում անամակը։ Հələ գնացեք երկրորդ, երրորդ թուղթ ընթերցեք Հովանեսի։ Ուզում եմ առողջ լինես ինչպես հոգի տա առողջ, ամեն։ Հաջորդը Ղուկաս 13-ում կրկված կինը 18 տարի կսկտած մաներ գալիս։ Ընթերցեմ, ժամանակը չի հերիքի, որ խոսեմ կլուսասնենք, բայց ժողովուրդ այսքանն էլ է հերիք, տարատեսակ ձևի, տարատեսակ ոճի բացատրում եմ, որ հոգին ձեզի բացատրում է, ես ծամում դնում ձեր բերանը, որ ընդունեք, ու չհաշտվեք են հովիվների հետ, որ ասում են եկեղեցին պետք է հիվանդ ու դիվահար լինի։ Չկա ոչ մի դարում Հիսուսի եկեղեցինը տես չի ելել։ Հելել են թեթևակ հիվանդություններ, խայթոց ու փորձություն ու կորել են մի անգամից։ Իմ կյանքը, ձեր կյանքը։ Բայց եկեղեցում իսկական մենակ նորեկները պետք է ունենան ու չապաշխարողները։ Ու հովիվը պետք է իրաց մեղքի պատիժ անե։ Հիմա տեսեք, շաբաթ օրը 10-ից ընթերցում եմ մինչև 16-ը։ Շաբաթ օրը ժողովարաններին մեկուն մեջ կսովրեցներ, հոն կին մկար, որ հիվանդության ոգի դև ուներ։ Դե ասա հիվանդության բարի ռեշտակ ուներ։ Հիվանդության, ինչ ասեմ, ծիրանի ծառ ուներ։ Հիվանդության ոգի եւ 18 տարի ի վեր կսկտած էր եւ ամենևին չէր կնաշիտակ կայնել։ Հիսուս զանիկա տեսնելով իրեն կանչեց ու սավանոր, ով կին, ու շատ իր ինչից ես արձակված, 18 տարի կապեր էր դևը, ով կին, դու քո հիվանդությունն հետ արձակված ես, հիվանդությունը կարող է թելա, հիվանդությունը գերող դև է, արձակել եմ քեզ, մենք կարանք դևերին կապենք եւ ոչ ոք չի կարող արձակի Հիսուսի անունով որ կապենք, որտեղ մեր Տերն ավելի զորակ քան թե սատանա, բայց որ Տերը գալիս է հիվանդությունը արձակում է, տանում դրան կապում է, էլ դևը չի կարող այդ մեզի բերի, մենակ գբերի այն ժամանակ, երբ մենք գնանք դևին, ամեն, գնանք ասենք դու ես մեր Տերը, արի, մենք զղջացինք, որ Քրիստոս ենք, ընդունե ու սուրբ կյանք ապրե, այդ ժամանակ ոչ թե այդ դևը 7 նապատիկ ավելի է գալու դև, ամեն, ու քո վերջը Մատթեոսում ինչ ասում, 12-ում, առաջինից գեշարին էլ։ Ու մտեսեք 15-ից ընթերցեմ, այն ատեն Տերը պատասխան տվավ անորուսավ, պրոստը որ հիմա ես կենտրոնում եմ դևերի գործի վրա, չեմ ուզում ժամանակ ուրիշ բանի վրա տաղսեմ, ձեր միտքը լրիվ պետք է բացվի ժողովուրդ, Սուրբ Հոգին պետք է ձեզ հասունացնի, որ որևիցե ցավի դեպքում միայն չոքեք ասուտեմ, ասեք ինչ եմ օրե, ամեն մի թեթևակի միտք, վախի մի չոքեք ասեք Տեր ինչ եմ օրե, որ պահապանություն ես թողել ես, որ ես դև եք է տանջում արդեն, ամեն, այսպես պետք է լինի։ Գեղցավորներ, ձեզ մե ամեն մեկը շաբաթ օրը իր եզը կամեշը մսուրեն չի արձակեր, որպեսի անիկը տանի ջուր տա, հապա ասիկա ուշադիր, որ Աբրամի աղջիկ էր, ահա 18 տարի սատանան սրան կապած էր, լավ թող գրեր Քրիստոսն է կապը, դե թող ասեր Եհովան էր կապը, սատանան կապած էր, ահա 18 տարի սատանան զանիկա կապած էր, չեր վայելեր, որ շաբաթ օրային կապեն արձակվեր, ես Սուրբ Հոգու կապվածն եմ, ինձ դևը չի կարագա կապի, կկապի մի ժամանակ, որ ես ասո կապից արձակվեմ, գնամ դևին պաշտեմ, մեղ կսիրեմ, աշխարհը սիրեմ, շնանամ, պոռնկանամ,
Լուրջ մեղ պետք է անեն, որ սատանան ընձի գա կապի։ Ոչ թե մի հատ ձենս բանցրցավ, որ մենք էդի շնությանը հավասար մեղ ենք համարում կամ մեկին խիստ հանդիմանեցինք։ Խղճահարվում ենք։ Տեսեք որտեղ է հասե մեր խշմտանքի սրբությունը։ Իսկ մարդու շնության մեջ է եղբայրը ասում է քուրերինը տես մի թող հագնեն, հարցակման տակ եմ մնում, ախպեր ջան ասում է գնա մենք դու իրականի մեջ ենք, դու սուրբ ես։ Աստե տերը կգործի, չի գործելու, չհավատակ։ Գործ Կարաքելոս 10:38 նոր ասեցի։ Հիսուս որ Նազարեթեն էր, ամեն։ Աստված ինչ էր արել, Հիսուս որ Նազարեթեն էր, որ Աստված օծեց Սուրբ Օքիով եւ զորությունով։ Որ պատտեցավ բարիքներ անելով եւ սատանային բոլոր տանջվածները բժշկելով։ Ժողովուրդ հիվանդությունը տանջումա թե չէ, որևէ հիվանդություն։ Մարմնին տանջանքա, թե հաճույքա։ Տանջանքա, ցավ, պրիստուպ, կրծումա դերը։ Վերջ, որտեղ կա վատ բան, տանջանք, ցավ, ըտե դև կա։ Ձեր աչքերը բացեք։ Հիսուս որ Նազարեթեն էր, պարզա գրած, էսի չեք կարա այլ ձևի մեկնի։ Հատկապես վասնզիներով Աստվածաշունչը շատ պարզ մաքուր գրում է, որ Աստված օծեց Սուրբ Օքիով ու զորությունով։ Պատտեցավ բարիքներ անելով եւ սատանային բոլոր տանջվածները բժշկելով, քանզի Աստված անոր հետ էր։ Սիրելի բարի հովիվ կոչված, Աստված քեզ հետ է։ Այո, բա ինչու է դևերի գործը կատարվում։ Բա ինչու է հիվանդի վրա աղոթում մեռնում, հավելիա դիվահարվում։ Եթե Աստված քո հետ է, Մարկոս 16-ում ինչ ասում վերջի գլուխ, վերջի մաս։ Եվ Տերը անոնց հետ գործակից էր։ Խոսքը կհաստատեր այն նշաններով, որոնք անոնց հետ քայլում էին։ Հիմա քո հետ որ նշաններն է քայլում։ Հիսուս 10-երը ով հոգով մկրտված, անունով մկրտվածովիվ, որ թամամ չգիտես մկրտությունն ինչ է։ Հոգու մեջ ընկղմվել է։ Եթե դու մկրտված ես, բա ինչու Հիսուսի նման չես գործում։ Բա ինչու Հիսուսից էլ ավելի գործեր չես անում ըստ Հովհաննես 14-ի։ Խոմ քարոզելով չէ մենակ։ Դու կյանքը պետք է ապրես, որ քարոզից վեր է։ Քարոզել բոլորը կարան անգիր դեն իմ քարոզները ասեն ու կրկնեն։ Պարապեն լնեն քարոզեն, բայց կյանքը չես կարա ապրեսնի։ Հոգևոր հորգոր չես կարա անի, ինչպես Պողոս ասում է, դուք կարող եք 10,000 քարոզիչներ ու ուսուցիչներ ունենալ։ Բայց ոչ թե Քրիստոսով հայրեր, Քրիստոս Հիսուսի ավետարանով ես ձեզի ծնա, ալելույա, ամեն, ու ես ձեզի տերով պտի սնեմ, բժշկեմ, առողջացնեմ, հոգով մարմնով առողջապաս, սյուներ ուղարկեմ որպես միսիոներներ ու միսիոներուհիներ աշխարհի տարբեր մասերը։ Եթե հասուն ընտրյալ տիկին են արդեն միսիոներուհիները, ինչպես Ռիփսիմեն շաղակատն ու Գայանեն եկան կռապաշտ տրթադին քարոզելու։ Նրանք են մեր Հայաստանի առաջի առաքյալուհիները, ամեն։ Իսկ այսօր քուրերին լրիվ գծերից գցումու ջարդում են, թողեք թողաճեն նախանձներ։ Հաստատ քո ձեռքից եստերը գործը չի առնի, քեզ օգնական կլինի։ Տեսավ եստերի եւ մուրթերի միաբանությունը ինչը զոր գործ արավ։ Բայց մուրթեն մենակ չէր կարող անել, ամեն։ Տեսակ Եզեկիայի եւ Եսայու միաբանությունն ու աղոթքը ինչ արավ, որտեղ 2-3 հոգի միաբանվեն։ Կտեսնես քո եւ քո ամուսնու միաբանությունն ու սերը ու աղոթքը ինչ հեղափոխություն կանի ընտանիքիդ մեջ։ Մեկ հոգին քիչ է։ Քիչ ես ուրիշ քրոջ եղբոր հետ միաբանվի, ամեն։ Ասա քուր արի մատ աղոթ կանենք, տկարեմ։ Կողետ քուրը չաղոթի։ Սպասավորների կիները ձեր համար չաղոթեն։ Զանգեք, կոտրվեք։ Սիրեք սպասավորներին էլ իրենց ընտանիքն են։ Ով որ սպասավորների ընտանիքը չի սիրում, սպասավորին ասուն չի սիրում։ Այո, իմ վախը իմ երեխեքից ու կնոջից կհանեք։ Հիմա սատանան ասու վախը ասու ընտանիքից հանում, ճիշտ է։ Նույն ոգին ձեր մեջ նա գործում։ Անձի ոտում եք իմ կնոջն ու սավավներին ինչ արած ես խեղճեր ձեզի։ Սա որ մենակ թողած ձեզի եմ ծառայում։ Հասկանում եք։ Եվ ամենավերջինը Պողոս Հեթանոսը զոր առաքյալի խոսքը հոգուց բխած 2 Կորինթացիս 12-րդ գլուխ 7 խոսք։ Լավ Պողոսը թոստե ասել ասոր է, շտագնա տփում ընձի։ Էս փաստը վեկալեի եւ ասի ճիշտ է։ Դրվակ կա որ կարող է Աստվածածեցում։
Աստված այո ամեն բանը եթե թույլ չտա, անգամ գլխի մազը չի ընկնի։ Այո Աստված թույլ տվեց, մտավ Հոբի տուն։ Աստված թույլ տվեց, մտավ Եզեկիայի տուն, ամեն, զարկեց Եզեկիային, հետո բժշկեց։ Ժողովուրդ օրինակը բերում եք պետք է Աստծո փառքը երևայսի ըտումարա, բայց բուժվելով Աստծո փառքը երևնում ոչ թե մեռնելով։ Պողոսը մեռավ այս խայթոցից, ծեծվավ, հպարտությունից թլպատվավ, առողջացավ, մինչև խորին ծերություն Հոբի նման ծառայեց Տիրոջ։ Ամեն։ Ես ձեր աշկի դեմը Պողոս Պետրոս գցեն մի կողմ, հիշում եք։ Սիրուշքուր, իս ձև էր խայ, մարենան, վախենում են երեխեքը տուն մտնին։ Բա ուր այդ նզովվածը։ Իսկ ես չեմ էլ մտածում, դեվով մեկ այն ժամանակ որ նոր էի ազատագրվել, դևն ասում էր մի ասակը գա։ Բա նզով ես դու, մենտեղ պետք է պատմեմ ու խայտարակեմ քո անզորությունը, ամեն, չի կարա գա, եթե ես չգնամ նրան։ Մեղքին, աշխարհը սիրելուն, շնանալուն եւ պոռնկանալուն, ամեն, այդ լուրջ մեղքեր պետք է գործեն, որ ես նորից Տերը արցակի այդ դևերը գան, ոչ թե Տերն ու արցակում, դու գնում ես այդ դևի գիրկը, Տերն էլ չի արցակում, դու քո ոտքով գնում ես դևի գիրկը։ Վերջի խոսքը, 12-րդ գլուխ 7-րդ խոսք։ Որպեսզի չլա թե ուշադիր, հպարտանամ, ուրեմն Պողոսի մեջ խակ տեղեր կար, ժողովուրդ, թեկուզ մկրտված էր, խակ էր, չէր հաղթե։ Իսկ Տիմոթեոսի որ հաղթած վիճակում գնում է, Էլստու մասին խոսում, այս նզովացի, բարի պատերազմեց եսեները տու մեջ մտնում, ընթացքս կատարեցի, հավատքս էլ պահեցի, ասկի հետո կա ու կմնա ինձի արդարության պսակը, այս դրան եմ ուզում Տերով հասնեմ ու կհասնեմ, մենակ ժամանակը հերիքի։ Որպեսզի չլա թե հպարտանամ խիստ շատ հայտնություններով, խիստ շատ հայտնությունների համար, տեսեք այդ ումարա խայթոս տալու։ Ինձի մարմնի խայթոս մտրվեցավ սատանայի հրեշտակից։ 75 գրքան է Աստվածաշնչում գրվում կա սատանայի հրեշտակը բռնցքահարում էր ինձ։ Դսից տալում էր գլխիս։ Ամեն։ Բայց երկար չտվեց, Տերը չէր թողի։ Պատկերացնում եք, ես քարոզում եմ տալում եմ բերնից դևը։ Ես կարամ քարոզեմ։ Զարմանում եմ այդ երկարի մեջ գրողս մը դե գնա կյանքն անց այդ տփոցի մեջ պարավորա Տիրոջը։ Ես ազիվ գլուխս բռնած մի չոքեմ ողբամել իշ քարոզ։ Հասկանում եք։ Սատանայի հրեշտակից խայթոս տրվեցավ զիս նեղելու համար։ Ինչի մարվար Պողոս խելոք մացուտ է ինչ ասում, որպեսզի չլա թե հպարտանամ։ Ուստի ասում ես համաձայն եմ թե ուստի ասավ ինձի իմ շնորհքը սերիք է քեզի, իմ շնորհքը սերիք է վասնզի իմ զորությունս տկարության մեջ կկատարվի, ուստի մեծ օժարությամբ ավելի իմ տկարություններից վրա պիտի բարձրանամ, որպեսզի Քրիստոսի զորությունը իմ վրա զանգչի։ Այսօր համար համաձայն եմ տկարություններում, նախատինքներում, ստոնքսա դևերն են բերում, տառապանքներու, հալածանքներու, նեղությունների Քրիստոսի համար վասնզի երբ կտկարանամ այնատ են կզորանամ։ Ինչի մար, երբ տկարանում եմ դևերը պատերազմը արձակում եմ վրես, երբ գլուխը ջարդում եմ, վտարում եմ, զորանում եմ ու Աստծուն եմ փառք տալում։ Ու այդ արանքում դևերի հետ պատերազմել եմ սորում, ամեն։ Մի խոսքով այս տուզոին օգտագործում է Հիսուսը պոլիգոնում մեզի պարապցնելու համար, որ ավելի մեծ հաղթանակներ շահենք։ Ամեն։ Դե մի հատ համար սիրելի քուրեր եղբայրներ, որ աղանդավորական ցանցում եք ու ամեն օր հիվանդի պես ձեզի սրսկում են, թե պետք է հիվանդություններն ու ցավը մեր անբաժան մասը լինեն։ Ես ձեզի Տիրոջ Տիրոջ Հիսուսի անունով պաշտոնապես հայտարարում եմ, ով հիվանդություն ցավ ունի ու մտահոգ չէ ու իր մեղքը չի փնտրում, ինքը դիվա արա ու դժոխքի գերի։ Հիսուս դասավ ծով ու ցամաք եք պտտում մեկ նորահավատ գտնելու համար, այն էլ որ գտնում եք ձեզանից կրկնակի անգամ գեհենի զավակ եք սարքում։ Այս մարգարեությունը ձեր վրա կատարվում է։ Փախեք վարձկանովիվներից, գտեք Ֆիլադելֆիայի գնդերը, ճշմարիտ ծնունդ եւ կրթությունը ստացեք եւ դևերը կխորտակվեն ձեր ոտքերի տակ, ցավերը, մեղքերն ու հիվանդություններն էլ հետը։ Ամեն։ Կաղնենք աղոթքի Մենակ աղոթենք թո Տերը կույրերի աչքերը բացի, որ հասկանա ինչքան վատ միտք, վատ ծրագիր, վախեր, սոսկումներ կա, հետևում լեգիոններ կան։ Ամեն։ Ասես ետիս գնա նզովաշ չունեմ քեզանից վախենալու, որ մի ժամանակ ես Աստծո թշնամին էի չէի վախենում։ Հիմա Աստծո տկար զավակը թեկուս, տկար զավակը կպտի վախենամ, չքվի,
Դու քո տկար զավակին կթողես թշնամին, որ վնասի, զորավորին կպահես տկարին, չէ քավլիցի։ Գիտեք, Տերը ոչ մեկին չի թողում, դու արդեն որ Տիրոջից գարշելով գնում ես դեպի արդեն Հիսուսը դե սատանան, դեպի սատանան, Հիսուսից գնում ես դեպի սատանան։ Հնդե կարմիր գիծ կա, եթե չափից ավել են, չէ հեռանում, ապից խեղդում են։ Արդեն դե Աստծո պաշտպանի զորությունը քեզանից հեռանում է։ Մի մետր, 10 մետր, խոսքի 20 մետր հեռանալը գառների, բնական է, նա ճլոթիա տալում ավկվում են, ամեն։ Բայց արդեն չափից ավել ես գնում, ընկնում ես քո հին Տիրոջ գիրկը։ Իսկ դու չես չափից ավել աղոթն ու գիրկը թողե որ ասել ես ըտե։ Կարմիր նշանն անցել ես։ Գնացեք քննեք ովցեց ավտոմատեն կարմիր նշան, անցե։ Ժամերով ատում դատում բամբասում, խաղաղա։ Զանգա խաղաղի ու ասոր աշկը կտեսնես, ամեն։ Աղոթենք։ Սքանչելի ու պաշտելի Տեր, ամենակարող հայրավիտենության, պատիվ մեծություն, օրհնություն, փառաբանություն քեզ, ով Տերերի Տեր, թագավորների թագավոր։ Շնորհակալ եմ քեզանից այս ընտիր պատգամի համար, որ մեր կույրերի աչքերը բացում ես, որ մենք էլ ուրիշներին բացենք սքանչելի հայր։ Խնդրում եմ քեզանից Տեր, այս պատգամը թող իրականից հանդիմանություն լինի բոլոր կրոնավոր քուր եղբայրներին, որ նրանք ապաշխարեն, դառը զղջան, որ մինչև այսօր վարսկան հովիվներին հավատալով Տեր տկարության մեջ մնացել են սքանչելի հայր։ Բաց իրես կույրերի աչքերը։ Տեր դու Պողոսին ասեցիր, քեզ ուղարկում եմ կույրերի աչքերը բանալուց, խավարազներին լույսին բերելու եւ սատանայի թագավորությունից թլպատելու Աստծո թագավորության մեջ բաժին տալու, որ Տեր Աստվածը ամեն բանում նրանց աչքերը բացվի, բժշկվեն ու քո անունը փառավորվի։ Բաց բոլորի աչքերը, փառավորվիր ու մեծարվիր այս պատգամի համար սքանչելի հայր, որդուդ Հիսուսի անունով, ամեն։